Այսօր մեզ է միացել Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Արցախի եւ 44 օրյայի ավելի շուտ պատերազմի թեման ակտիվանում է նորից, որովհետեւ ընտրություններ են սպասում, թե կա այլ պատճառ։ Ինձ թվում է, որ աստիճանաբար այդ թեմայի շուրջ անդիմության հիմնականում խորհրդարանական անդիմության տարբեր խմբերը փորձում են թեման դարձնել ակտուալ ներհայաստանյան քաղաքական դաշտում եւ այդ թեման նաեւ ըստ էության ուղղված է գործող իշխանությունների կողմից վարվող քաղաքականությանը չասեմ դեմ, բայց որպես հակադիր այլընտրանք եւ այդ առումով նաեւ օգտագործվելու է այն սոցիալական դժգոհությունը, որը ծագեց գործող իշխանությունների կողմից արցախցի մեր հայրենակիցների աջակցության ծրագրերը կրճատելու, փոփոխելու համատեքստում։ Այսինքն հիմքը սոցիալական է թե քաղաքական։ Դրանք համակցված են, այսինքն շարքային քաղաքացու համար սոցիալական խնդիրներն են շատ կարևոր, որտեղ օրվա խնդիրը, ապրելու խնդիրը, ապրուստի խնդիրը, երեխաների դաստիարակության եւ նրանց ապագան ապահովելու խնդիրը եւ այս խնդիրների հետ փոխկապակցված եւ քաղաքական խմբավորումներն են փորձում սոցիալական դժգոհությունները կապիտալիզացնել եւ դարձնել քաղաքական օրակարգի մաս։ Այսինքն կարող ենք փաստել, որ 90-ականների վերջից առ այսօր Արցախի թեման Հայաստանի ներքաղաքական օրակարգից դուրս չի եկել։ Թեկուզ եւ կան որոշակի կամ եղել են փորձեր այդ թեման փակելու, լրացնելու, բայց այդ թեմայի գոյությունը ունի կենսական արմատներ, որոնք հնարավոր չէ հատել։ Չէ, ես ավելի ուղիղ եմ ուզում ասել, այդ թեման պետք է տակ պահել, որպեսզի Հայաստանում գալ իշխանության։ Այդ թեման տակ պահողներ կան, որոնք ցանկանում են նաև գալ իշխանության։ Բայց ես կարծում եմ, որ Հայաստանի խնդիրները ավելի ընդգրկուն են եւ Արցախյան թեման այդ ընդգրկուն խնդիրների ներդաշնակ մասը կարող է կազմել, բայց այդ թեման ներքին պառակտման եւ փոխադարձ հարվածների հիմք չպետք է տա։ Եթե դա օգտագործվում է այս նպատակով, ապա իհարկե դա մեծ հաշվով վտանգում է ներքին համերաշխությունը եւ սերում է առանց այդ էլ բորբոքված փոխադարձ ատելության մթնոլորտը, երբ բոլորը բոլորին ատում են, ոչ մեկի չի վստահում, այսինքն այս նպատակով թեման օգտագործելը պարզապես խորացնում է այս իրավիճակը, թեև կողմերից եւ որևէ մեկը չի ցանկանում չասեմ գնան փոխգործակցության, բայց որոշակի կոնսենսուս ձևավորեն ներհայաստանյան եւ արտաքին քաղաքական մեր օրակարգերի շուրջ եւ ոչ մեկ չի ասում, որ անդիմությունը պետք է համակերպվի այն խնդիրների հետ, որոնց համաձայն չէ իշխանությունների վարած քաղաքականության համատեքստում, իսկ իշխանությունն էլ պետք է ցանկացած ընդդիմադիր կմաճիկ ընդունի որպես ի կատարումն մի բան, բայց չկա երկխոսություն, չկա մասնագիտական աշխատանք, փորձագետները սպասարկում են ամեն մեկը իր ճամբարի մոտեցումները, իսկ դա նշանակում է, որ Հայաստանը որպես պետություն շարունակում է մնալ անզոր եւ արտաքին քաղաքական դաշտում հարվածներ ստանալու ենթակա մի գոյացություն։ Որովհետեւ բոլորը օգտվում են ատելության գործիքից, ասում են, հեշտ օգտագործելի է դա։ Այո, հեշտ բացատրելի է։ Դա այդպես է, ատելություն բորբոքելը հեշտ է, մանավանդ այն հոգեբանական մթնոլորտում, որը ձևավորվեց Հայաստանում հատկապես 44-օրյա պատերազմի արդյունքում տարածքային եւ մարդկային կորուստների հետևանքով
Եվ իրականում թե իշխանությունը, թե խորհրդարանական անդիմությունը շարունակում են երկիրը պառակտելու ուղղված քայլերը։ 44 օրյան սադրել են Հայաստանի իշխանությունները։ Կհամաձայնեիք այդպեսի ձևակերպ։ Հետաքրքիր դիտարկում է, հետաքրքիր է, որ ժամանակվա իշխանություններն են առաջին քարը դրել այս խնդրի կապակցությամբ։ Երբ դուք Արցախում եք, կային այդպեսի նարատիվներ։ Երբ ես Արցախում էի, երբ ես նախարար էի, ես առաջարկում էի այլընտրանք լուծումներ, որոնք չէին համապատասխանում հավանաբար գործող իշխանությունների ցանկություններին եւ արտաքին որոշ դերակատարների նպատակներին, դրանք չիրագործվեցին, փոխարենը ներմուծվեցին մադրիդյան սկզբունքները եւ ես կարծում եմ, որ մադրիդյան սկզբունքներ ասվածը հենց այն բանակցային օրակարգն էր, որը թույլ տվեց Ադրբեջանին խոսել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի մասին եւ այդ հանգամանքը նաեւ ճանաչվեց Հայաստանի իշխանությունների կողմից, որտեղ այդ սկզբունքները որպես բանակցային հիմք ընդունվեցին, ճանաչվեց այն առումով, որ փաստացի տարածքներ պետք է հանձնվեին Ադրբեջանին, դրա դիմաց ակնկալվում էր, որ Ադրբեջանը կճանաչի Արցախյան կարգավիճակը, որը կընդունվի Արցախի քաղաքացիների կամ բնակիչների հանրաքվեի միջոցով։ Դա ըստ իս եւ այն ժամանակ էր անիրագործելի եւ ժամանակ ձգելու միջոց էր մի կողմից, մյուս կողմից Ադրբեջանին հնարավորություն տվեց խնդիրը տեղափոխել տարածքային պահանջների եւ տարածքի օկուպացիայի ոլորտ, հող նախապատրաստելով Արցախի հանդեպ ագրեսիվ գործողություններին եւ ռազմական միջոցներով իր օգտին խնդիրը լուծելու համար դուր բացեց։ Այդ էր պատճառը նաեւ, որ ես մադրիդյան սկզբունքներն ընդունելուց երկու շաբաթ առաջ հրաժարական տվեցի հասկանալով, թե ուր է տանում այս ամենը։ Այսինքն քայլեր են ձեռնարկվել, որոնք յուրաքանչյուրը իր տեղին հասունացրել են իրավիճակը, թույլ են տվել, որ Ադրբեջանը ժամանակ շահի մի կողմից զինվելու համար, մյուս կողմից նաև իր քաղաքական իրավական նարատիվները միջազգային հանրությանը հասցնելու հնարավորություն տրվեց։ Այսինքն այդ առումով գործընթաց սկսվեց, որի ավարտական մեխը մեխեց Փաշինյանի իշխանությունը եւ կարծում եմ յուրաքանչյուրը իր տեղում եւ արածի եւ չարածի համար պետք է պատասխանատվություն զգա եւ միուսը նաեւ պատասխանատվություն կրի, բայց դա այսօրվա խնդիր չէ։ Հասկանալի է։ Լավ, վերադառնանք այդ արտահայտությանը, որ հնչել է երկրորդ նախագահի կողմից, ասացիք հետարքիր է, որ սպասարկում է ներքին օրակարգ քաղաքական, թե ունի արտաքին հասցեատեր։ Ես կարծում եմ, որ արտաքին հասցեատերի հարցն էլ է բավական պարզ, նախագահ Քոչարյանը միանշանակ ռուսական կողմնորոշման չասեմ քարոզիչ, բայց կողմնակից է, միգուցե ինչ-որ պահից դառնա նաև քարոզիչ, ցավոք սրտի։ Այսինքն մակրազերծվում է ռուսական վարքագիծը։ Տվյալ դեպքում դրսևորվում է ռուսամետ վարքագիծ եւ այդ ռուսամետության համատեքստում նաև քննադատության է ենթարկվում արևմուտքի ուղղությամբ կատարվող քայլերի այն շարքը, որ գործող իշխանությունն է նախաձեռնել վերջին տարիներին։ Այստեղ կարևոր է հասկանալ մի բան։ Կրկին, քանի որ չկա համաձայնեցված օրակարգ Հայաստանի համար, թե ներքին քաղաքականության առումով, թե արտաքին, քննարկված չէ այդ օրակարգը։ Գործը գալիս հասնում է առաջնորդներին։ Առաջնորդները իրենց առաջնորդական խոսքն են ասում, առանց դրա համար իրական մասնագիտական նախապատրաստական աշխատանքի արդյունքները ձեռքի տակ ունենալու։
Ոչ պարոն Քոչարյանը գիտի, թե վաղը չեմ ուսորը Ռուսաստանը ինչ վիճակում կլինի կամ ինչպես կվերաբերվի Հայաստանին, անկախ նրանից, որ Հայաստանում կլինեն մարդիկ, որ Ռուսաստանը սիրում են եւ կշարունակեն սիրել բոլոր դեպքերում։ Ինչպես նաեւ մեր Եվրոպամետ գործընկերները չգիտեն։ Այդ դա ասեցիք, ես հիշեցի Վրաստանի վարչապետի 3 կարծեմ արած հայտարարությունը, որ մենք Ռուսաստանի հետ վարում ենք պրագմատիկ քաղաքականություն։ Հայաստանը այդպեսին չի կարող անել։ Հայաստանն էլ կարող է ներկայացնել իր կողմից վարվող քաղաքականությունը որպես պրագմատիկ, որտեղ Բայց սիրել Ռուսաստանին չսիրելս ո՞րն է, պետք է դե հենց այդ դա սիրել չսիրելու հարց չէ, ես հենց դա էլ ուզում եմ ասել։ Մենք կարող ենք անձնական նախասիրություններ ունենալ, բայց այդ նախասիրությունները իրավունք չունենք բերել արտաքին քաղաքականության դաշտ եւ մեր գործընկերների հետ հարաբերությունները ձևավորել սիրել չսիրելու մակարդակում, որովհետեւ որոշումներ կայացնելը հիմնված է ոչ թե սիրո վրա, այլ կոնկրետ իրավիճակում սեփական շահերը ձևակերպելու եւ առաջ մղելու ունակության վրա։ Հայաստանը դժբախտաբար այդ ունակությունը չի դրսևորել շատ երկար ժամանակ անկախությունից ի վեր եւ այդ ինքնուրույն քաղաքականություն վարելու անընդունակությունն էլ հենց հանգեցրեց նրան, որ մենք պարտվեցինք պատերազմում, պարտվեցինք նախ քաղաքականության մեջ, ապա նոր պատերազմում եւ քաղաքական պարտությունն էր, որ բերեց պատերազմական պարտության, որտեղ քաղաքական մակարդակում ունակ չեղան գնահատելու այն ռիսկերն ու մարտահրավերները, որոնք Եթե անթերի քաղաքական գիծ վարվեր, ինչպես դուք եք նկատում, պատերազմ չէր լինել։ Կարող էր եւ չլինել, այսինքն մենք այն թույլ օղակն ենք, Ճիշտ է ասում Քոչարյանը ուրեմն։ Ճիշտ է ասում այնքանով, որքանով որ կարելի էր պատերազմը շրջանցել, բայց դրա համար անհրաժեշտ էր չընդունել մադրիդյան սկզբունքները։ Չէ, Ադրբեջանը այդքան տարիներ պատրաստվել էր պատերազմին։ Այո։ Արցախը հետ գրավելուն։ Այո։ Ինչպիսի քաղաքականություն պետք է վարվեր, որ դա տեղի չունենար։ Անհրաժեշտ է տարածքային խնդիրների հետ կապված հոդաբաշխ մոտեցումը ներմուծել քաղաքականության ոլորտ։ Երբ նկատում 2004-5 թվականներին այն ժամանակ մենք առաջարկում էինք այլընտրանքային տարբերակ, ասում ենք, որ առաջին Արցախյան պատերազմի ընթացքում տեղի ունեցավ բնակչության եւ տարածքների փոխանակում, ճիշտ է, բռնի ճանապարհով, բայց այդ փոխանակումը պետք է դիտարկել որպես կայացած փաստ եւ մարդկանց լրացուցիչ տառապանքներ չպատճառելու նպատակով պետք է իրավիճակը թողնել հենց այսպիսին, թեև այս դեպքում ճկուն մոտեցում հնարավոր էր դրսևորել սահմանների ձևավորման տեսանկյունից։ Այսինքն կարելի էր ելնել նրանից, որ բոլոր փախստականները իրենց ելքի տարածքում ունեին իրենց տարածքային քվոտան։ 2016-ին տեղի ունեցած ինչի մասին էր։ 2016-ին տեղի ունեցածը ստատուս քվոյի քաղաքական եւ իրավական ստատուս քվոյի խախտման մասին էր, այսինքն տեղի ունեցավ տարածքի կորուստ, որ ուներ տարածքային առումով գուցե սիմվոլիկ նշանակություն, բայց քաղաքական տեսանկյունից հսկայական ազդեցություն ունեցավ բոլոր հետագա գործընթացների վրա։ Ինչն է խնդիրը։ Խախտվեց Արցախի տարածքային ամբողջականությունը եւ այդ տարածքային ամբողջականության հետևից հայկական կողմերից ոչ մեկ չգնաց։ Այսինքն իսկ Արցախի սահմանադրությունն էլ նախատեսում էր, որ Արցախի տարածքն այն տարածքն է, որտեղ Արցախի իշխանությունը հանրային իր գործառույթներն է իրականացնում։ Այսինքն եթե դու տարածքը կորցնում ես եւ այլևս այնտեղ ունակ չես որևէ գործառույթ իրականացնել, դա քո տարածքը չի։ Եվ այդպես էլ եղավ հենց Արցախի հանրապետության կորուստի պարագայում ընդհանուր առմամբ։ Այսինքն ամբողջ երկիրը ձեռքից տվեցին սահմանադրորեն դրա համար տալով համապատասխան արդարացում նորացված այդ սահմանադրության Արցախի, որը անհետ էր, բայց ուներ շատ կոնկրետ գործնական կիրառություն եւ հետևանքներ ունեցավ։ Շատ բան։ Հիմա Ալիևը կարող է ասել, որ
Հայաստանից են ասում, որ պատերազմը սադրել է Հայաստանը, բայց ինչու եք զարմանում, որ Արցախի ղեկավարությունը դատում են Բաքու։ Կարող է։ Այո, կարող է ինչ ասես ասել։ Այսինքն դրա համար Չէ, ինչ ասես չէ, կարող է օգտվել կոնկրետ։ Այո, կարող է օգտվել, բայց տվյալ դեպքում սա իր օգտվելու խնդիրը չի, դա կլինի իր զինանոցում երբևէ, բայց դա իհարկե առաջին հերթին ներքին լսարանին ուղղված այսպես հորդոր կոչ եւ պնդում է, որը գուցե ունենա կողմնակիցներ հետո։ Թեև իհարկե միանշանակ չէ նաև նախագահ Քոչարյանի նկատմամբ ընկալումը Հայաստանում, ընդհանրապես մեր առաջի դեմքերի նկատմամբ ընկալումը գերազանցապես բացասական է եւ մրցում են միմյանց հետ, թե իրենցից որ մեկին ավելի վատ կվերաբերվի Հայաստանի քաղաքացին։ Այսինքն կարգին քաղաքականությունը կառուցվում է նեգատիվի վրա, միմյանց նկատմամբ, բայց այդ նեգատիվը դառնում է ընդհանուր ընդդեմ իրենց բոլորի։ Եվ այստեղ չկա արդար մեկը, ըստ ներքին այս տրամադրությունների, կան անձինք, որոնք ունեցել են առանձին հաջողություններ եւ իրենց մաս չարիքն են բերել երկրին, եւ դրա հիման վրա չկա նաեւ այն առանցքը, որի շուրջ հնարավոր կլինի կառուցել ներքին միասնությունը։ Դրա համար ինչեւ չառաջանա այս թարմ բևեռը, նույնիսկ գուցե թարմ քաղաքական գործիչներով, որոնք թաթախված չեն հին մեղքերի մեջ, բայց նաև այնքան խելամիտ են, որ հասկանում են ինչպես է պետք կառուցել միավորման առանցքը։ Այդ դեպքում մենք շանս չունենք, հակառակ դեպքում մեզ կրկին կանգնեցնեն արդեն ոչ թե վատի ու վատթարագույնի միջև ընտրության առաջ, այլ վատթարագույններից որ մեկն է մեր քիմքին ավելի գալիս։ Այս տարբերակի առաջ, ինչը կործանարար է ընդհանուր առմամբ եւ երկրի ինքնիշխանությունը լիովին զերոյացնող գործոն է։ Ռուսաստանին պետք է հետաքրքրի իր այս զբաղվածության մեջ այլ խնդիրներով, թե 2026-ին ինչ իշխանություն կձևավորվի Հայաստանը։ Ռուսաստանին դա հետաքրքիր է, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանում դա հետաքրքիր է այնքանով, որքանով անհրաժեշտ է Հայաստանում պահպանել որոշակի ազդեցության լծակներ եւ ազդեցության գործակալների ինչ-որ մի թիմ։ Գործողի թե նորի նկատի։ Տարբերություն չկա բոլորի մեջ։ Դե ուզում եմ գալ Կիրիենկոին, Կիրիենկոն ինչ ֆունկցիա է կատարել։ Դե տեսեք, Կիրիենկոն բացի Եթե այդ ֆունկցիան մտնում է դրա։ Կիրիենկոն բացի Հայաստանից նաև կարծես թե դարձել է Մոլդովայի համար պատասխանատուն, ինչպես նաև Մերձնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հետ կապված միևնույն գործառույթներն են։ Այդքան ինչպես է կոորդինացնել։ Շատ բարդ բան է իհարկե, բայց դրա համար կան նախադեպեր ժամանակին, օրինակ Արցախի, Աբխազիայի, Օսեթիայի, Մերձնեստրի հարցերով զբաղվում էր հայտնի հայ ժողովրդի բարեկամ Զատուլինը։ Դե հիմա այդ վարած քաղաքականություն կոնկրետ Արցախի պարագայում ունեցավ շատ կոնկրետ արդյունքներ։ Անկախ նրանց թե ով ինչ է ասում եւ ինչպես է փորձում ներկայանալ։ Նույն հայ ժողովրդի մեծ բարեկամ Վլադիմիր Կազիմիրովը ժամանակին եղել է օրինակ Հեյդար Ալիևի աշխատակիցը դիվանագիտական աշխատանքում եւ մեծագույն վնասն է հասցրել մի կողմից հայ-ռուսական հարաբերություններին ժամանակին, մյուս կողմից մեծ նվերներ է մատուցել քաղաքական ոլորտում հենց Ադրբեջանին եւ իր սիրելի նախկին ղեկավար Հեյդար Ալիևին։ Ոստի բայց համարվում է պրոհայկական դիվանագետ։ Թե այդպես է ներկայացվում, բացարձակ նման բան չկա եւ չի եղել երբեք։ Երբեք նման բան չի եղել։ Նա քաղաքական դեմագոգ էր, որը շատ լավ հասկանում էր ինչպես օգտագործի իրավիճակը հանուն իր պատկերացրած ռուսական շահերի,
բայց նաև հաճանալով ադրբեջանական կողմը։ Այսօր այսքանը, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Արման Մելիքյան, Արցախի նախկին արտգործնախարար։